Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Այսօր ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց այս միտքը, հիմնավորելով, թե արդյունավետը խաղաղության իրենց ընտրած ճանապարհն է։ Հենց այդ պատճառով է Երևանը պատրաստ կատարել խաղաղության պայմանագրի ստորագրման ադրբեջանական պայմանն ու լուծարել Մինսկի խումբը, բայց Փաշինյանը կրկին ժամկետ չնշեց։ Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ եւ աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, բայց ինչու ենք հետաձգում ԵԱԿ Մինսկի խմբի համագայության լուծարման հարցով որոշումը, որովհետև ասում ենք, մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք օրինակ Արևմտյան Ադրբեջանի շարժում, եւ այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին։ Շուրջ 4 տասնամյակ շարունակվող Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու մասին հայտարարությունը դահլիճում կրքեր բորբոքեց։ Դաշնակցական Գեգամ Մանուկյանը զայրացավ։ Հայ ժողովուրդը որոշում չի կայացրել։ Հայ ժողովուրդը 21 թվականին ուրիշ որոշում է կայացրել։ Այն ինչ որ չեք կատարել ձեր ծրագրում։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը։ Ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, ես վաղը չեմ մյուս օրը որևէ պահի կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Երկու շաբաթ առաջ ավարտելով խաղաղության պայմանագրի բանակցությունները Երևանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը։ Բաքուն մինչդեռ Մինսկի խմբի լուծարումից բացի նաև Հայաստանի սահմանադրությունը փոխելու նախապայման դրեց։ Այդ թվում նաև այդ պատճառով, որ խաղաղության համաձայնագրի նախագիծը, արդեն համաձայնեցված նախագիծը այդ հարցը լուծում է, դա պատճառը, որ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոխելու հարցը, որովհետև այնտեղ մենք տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ եւ սահմանադրությունների եւ այլնի հետ կապված մտավախությունների լուծման ճանապարհը ռացիոնալ մոտեցում ոչ թե նա, որ եկեք մենք ասենք, դե ուրեմն սահմանադրությունը փոխեք, որ խաղաղության որ մտավախությունները փարատվեն եւ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, այլ մտավախությունները փարատելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Վարչապետն այդպես էլ չպատասխանեց ընդդիմադիրների հարցին խաղաղության պայմանագրով ինչ է զիջել Ադրբեջանը։ Դուք ասում եք ես ճանաչեցի իրանց 86000 չգիտեմ ինչքանը, իրանք մեր 29743-ը, որովհետև ճանաչել են տարածքային ամբողջականությունը։ Ոչ, տարածքային ամբողջականությունը լրիվ ուրիշ բան է։ Դուք հերոսական զիջումներ եք անընդհատանում։ Իսկ Ադրբեջանը լավ այդքան տղամարդկություն չունի, ձեր կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիևը մի հատ քաջ զիջում էլ ինքը աներ։ Вопрос на миллион. Ինչ է զիջել Ադրբեջանը։ Շնորհակալություն։ Պաթոսով, բան ինչ, իսկ թվում է նիստից առաջ դոպինգ եք խմում, ինչ եք անում, որ գաք ստեղ այնց ինչ որ ցնցվելով, բանանելով, այնց ինչ որ ձեզ թվում է թե պաթոսի ձեր ասացի, ասինքն մերկությունը թաքցնելու եք։ Ձեզ համար շատ նորություն կլինի, որ այս երկրում եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք։ Փաստացի չկարողացաք գոնե մի կետ ասել, որ Ադրբեջանը զիջում է։ Փոխարենը Փաշինյանը այսօր կրկին բացեց նախկին նախագահների հետ բանավեճի թեման, այս անգամ ուղիղ սպառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Իրեք հատ մտքի տիտանը ասում են, ես այսօր գործ ունեմ, ես այսօր բան, այն մեկն ասում է, մենք բոլորը ասում են բան, բոլորն ասում են, մենք իր հետ բանավիճելու բան չունենք։ Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին, խնամիներին, բանին, հարսներին, բաջանաղներին խրգում են ասուլիսներ տալու, գնացեք, արա, եթե բան չկա բանավիճելու, վերենգեք տեղներդ, ձեններդ կտրեք, եթե բանավիճում եք, եկեք խոսանք,
Ես ասում եմ, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ, եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է, հերիքան ներվերներիս հետ խաղակ։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Նիկոլ Փաշինյանը 3 հեռախոսազրույցեր ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ասաց Վաշինգտոնում էլ են համոզված, որ խաղաղության պայմանագիրը պետք է արագ ստորագրվի։ Երկուսն այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի եւ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի եւ վավերացվի, այսինքն ուժի մեջ մտնի երկու երկրներում։ Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության օրակարգը ըստ Փաշինյանի շարունակում է նույնքան հրատապ լինել նաև Միացյալ Նահանգների նոր վարչակազմի համար։